Հետաքրքիր է, որ թվում էր, թե Սանասարից հետո նրա որդիները կշարունակեն նույն ուղիով գնալ, բայց Սանասարի մահվանից հետո իշխանությունը երբ անցնում է Հովանին եւ Վերգոյին, տեսնում ենք, որ կամաց փոխվում է։ Հիմա փորձենք տեսնել, թե նույն խնդիրը արդեն մեծ մեր ճյուղում ինչպես է լուծում Հովանը, Վերգոն եւ ինչպես է լուծում մեծ մհերը։ Սանասարի մահվանից հետո Բաղդադում արդեն իշխում էր մեծ Մսրամելիքը, իմանալով Սանասարի մահվան մասին, նա գալիս է ավերում է Սասնա երկիրը, խարջ ու խարաջ է կապում եւ Հովանն ու Վերգոն կանգնած են այդ խնդրի առաջ եւ բնական է այդ խարժը վճարելու համար նրանք պետք է համապատասխան հարկեր մտցնեն սեփական ժողովրդից, ինչու Հովանը կամ Վերգոն չէին կարող անել այն, ինչ որ անում էր Սանասարը։ Ուղղակի պատասխանը երևի պարզ է, Աստծու կողմից նրանք այդ իրավունքը չունեին։ Եվ ինչ լուծում են գտնում, դիմում են մեծ մհերին, որը արդեն առյուծ է ճղել, արդեն իր ուժը ցույց է տվել, բայց միևնույն է, կառավարման համակարգից դուրս է գտնում։ Եվ տեսեք, Հովանի մոտեցումը։ Նա մհերին ասում է, արդեն զորոնդեղ մարդ ես դառել, Մսրամելիք եկել է, գնա իր հետ նստի խոսի, Ալքի մեր խարջը մի քիչ պակասացնի։ Տեսեք, ոչ թե խնդիրը դնվում է հակառակ համակարգից, ընդհանրապես հարկային, հարկատու լինելուց դուրս գալուց, այլ մի քիչ թեթևացրեք։ Մհերը գնում է Մսրամելիքի հետ, մենամարտում են, ոչ ոք չի հաղթում, երկուսն էլ իրենց ուժերը ցույց են տալիս։ Արդյունքում Մսրամելիքը հայտարարում է, որ դու այնպիսի անձնավոր մարդ ես, որ քո երկիրը ինձ ոչինչ պար չի եւ խարջերը վերանում են։ Այս պահը շատ ավելի լավ, շատ ավելի մանրամասն ներկայացված է Սասունցի Դավիթ ճյուղում, երբ Դավիթը պատուհասում է Խոլբաշինին եւ բարկացած Մսրամելիքը Սասուն է ուղարկում Կոզբադենին հարկերը հավաքելու եւ նորից նույն խնդիրն է, որ 7 տարվա տեսեք Սանասարը մահանում է, միանգամից խարջերը հիշում են։ Մհերը մահանում է, Դավիթը դեռ մանուկ է, նորից Հովանն ու Վերգոն են եւ նորից արտաքին աշխարհը հիշում է պարտքերի մասին։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչու Սասունի ղեկավարող համակարգը, Հովան, Վերգո, կամ ասենք մեր պետական ինստիտուտները չեն կարող հարցը լուծել Սանասարի մհերի Դավիթի մակարդակով։ Այստեղ պետք է հասկանալ, որ նրանք իշխանության եկել են Մսրամելիքի թրիտակիով անցնելով։ Եվ բնական է, որ նրանք երբեք չեն կարող արտաքին աշխարհին դիմակայել, ընդունել այնպիսի օրենքներ կամ ընդունել այնպիսի կեսվածք, որ արտաքին աշխարհը ընդհանրապես մոռանա որևէ պարտքի մասին։ Ավելին, երբ որ Դավիթը Որսասարից իջնելով իմանում է, որ հարկահաններ են եկել եւ ոսկու զարզամբում իրենց ոսկին են չափում, մտնում է եւ տեսնում է, որ երկու հորեղբայրներ, Հովանը եւ Վերգոն, քափ ու կրտին մեջ կորած չափում են հայկական ոսկին, որը որպես հարկ պետք է տան Կոզբադինին։ Եվ հենց այստեղ արդեն պարզ երևում է հայոց ինքնության արտահայտման ձևը։ Նա ընդհանրապես քննարկելու ոչինչ չունի ոչ մի արտաքին ուժի հետ եւ
հայ ինքնությունը, հայ տեսական, ընդհանրապես երբևիցե չի կարող պարտ լինել կամ հարկատու լինել որևէ արտաքին ուժի։ Նա ուրեմն վերցնում է ոսկու կոտը եւ այդ կոտով հարվածում է Կոզբադինին, Կոզբադինը հասցնում է խույս տալ, փորձում է փախնել, Դավիթը բռնում է նրան, կտրում է նրա շրթունքները, ականջները, քիթը, ատամները հանում շարում է ճակատին եւ ասում է. «Դե հիմա գնա Մսր եւ բարեւ տար քո թագավորին»։ Այսինքն, ունենալով այնպիսի իշխանական համակարգ, որը գալիս է իշխանության, անցնելով արտաքին աշխարհի թրիտակով, իսկ դա ինչ է նշանակում։ Գալ իշխանության ընդունված միջազգային օրենքներով, այն օրենքներով, որոնց քիչ թե շատ տեղանացված տարբերակները գործում են Հայաստանում։ Այդպիսի իշխանությունների դեպքում կլինեն եւ հարկային խնդիրներ, եւ այն հարկերը, որոնք հավաքվում են ժողովրդից, նրանք ըստ էության ծառայելու են արտաքին խարժը տալու։ Այսինքն ըստ էության իշխող համակարգի անճարակության արդյունքում ազգը պարտավոր է անդադ հարկերով սպասարկել քաղաքակիրթ աշխարհի մեծ խարժը։ Երկու կարևոր պահ կա այստեղ։ Երբ խոսքը գնում է հարկերին եւ խարժերին, տեսնում ենք, որ վառը արտահայտված են Հովանն եւ Վերգոն։ Թորոսի մասին ընդհանրապես խոսք չկա։ Կարելի է կարծել, թե այդպես հերոս ընդհանրապես գոյություն չունի։ Սա ապացուցում է այն մասին, որ պաշտպանական անվտանգության համակարգը ընդհանրապես տնտեսական դաշտով չի զբաղվում։ Եվ երկրորդ զուգադիպությունը փոքր մեր ճյուղում ընդհանրապես չկա Վերգոյի անունը։ Եվ հիմնական գործող անձը դառնում է արդեն Քերի Թորոսը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ փոքր մերը հայությանը վերաբերող հարցերը բերում է մի այնպիսի որակի, այնպիսի մակարդակի, երբ տնտեսական, նյութական հարցերը ինքնին վերանում են։ Իմիջիայլոց փոքր մերը ինչով է շեշտակի տարբերվում Սանասարից, Մհերից, Դավիթից, լինելով նրան ժառանգորդը, որ նա արտաքին թշնամիների հետ խնդիրը չի լուծում սեփական տարածքում։ Եթե ուշադրություն դարձրեք, Դավիթը Մսրամելիքին ոչնչացնում է միայն այն բանից հետո, երբ Մսրամելիքը մտնում է Սասուն աշխարհ։ Մհերը ինքն է նախահարձակ լինում, ոչնչացնելով արտաքին բոլոր թշնամիներին։ Եվ երբ չկա արդեն արտաքին թշնամին, չկա այն ուժը, որը հայոց աշխարհի կամ Սասնա տան վրա կարող է դնել խարժերի խնդիր, իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ իրականում նրանց Հայաստանից դուրս բերված նյութական արժեքները քիչ են հետաքրքրում։ Այն հսկայական, ֆինանսական, նյութական, ահռելի պաշարը, որ նրանք ունեն, Հայաստանից տարվածը էական չի։ Ուղղակի նրանք հրաշալի հասկանում են, որ հային կարող է ստրկացնել միայն այդպիսի ճանապարհով։ Քանի որ քանիցս ասել ենք, որ էպոսը ինքը կենթանի ապրող համակարգ է, այս օրինակները բերելու ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ ներկա այսօրվա ծանր խնդիրների լուծումը գտնելու համար պետք չի գնալ ոչ հյուսիս, ոչ արևելք, ոչ հարավ, ոչ արևմուտք, խնդրի լուծումները կան, այնք շատ պարզ, շատ հասկանալի ձևով ձևակերպված են Սասնա ծռեր էպոսում։ Անհրաժեշտությունը կանում է միայն այդ մեխանիզմները դնել կիրառության մեջ։